Շնորհակալ եմ շատ հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար։ Իրականում շատ կարեւոր է, որովհետեւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որով, ինչպես գիտեք, այս ընթացքում հաճախ հանդիպումներ եմ ունենում Երևանում եւ մարզերում, անդրադառնում է ինքնության, ազգային ինքնության խնդրին եւ իմ կարծիքով շատ կարևոր մի ուղերձ է պարունակում, որը ես ուզում եմ այսօր ձեզ հետ կիսել։ Որն է այդ ուղերձը։ Այդ ուղերձը հետեւյալն է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, այսինքն խնդիրը եւ հարցը եւ թեզը, որը մենք առաջնորդում ենք կամ որը առաջարկում ենք, հետեւյալն է, որ ինքնությունը կապված է եւ կախված է պետությունից եւ պետականությունից։ Տվյալ դեպքում այս թեզը հիմնավորելու համար մենք անդրադառնում ենք այն հարցին, թե ինչու եւ ինչով ենք մենք հայ եւ մեր ընկալման մեջ որոնք են այն առանձնահատկությունները, որոնք կանխորոշում են այսօր կամ նախորդող շրջանում մեր հայ լինելը, այսինքն կանխորոշում են մեր ազգային ինքնությունը։ Եվ այդտեղ երեք հիմնական բաղադրիչ եմ ես առանձնացրել։ Առաջինը քրիստոնեությունը, երկրորդը հայ առաքելական եկեղեցին եւ երրորդը հայոց գրերը, որոնցով արտահայտվում է մեր լեզուն։ Հիմա կարող է բնական եւ տրամաբանական հարց հնչել, ինչ կապ ունի, ես տեսեք, ասցի հայ քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին եւ հայոց գրերը։ Եվ այդ երեք հիմնասյուների մեջ չնշեցի պետությունը։ Հետեւաբար արդյոք հակասություն չկա իմ առաջին եւ երկրորդ ասացի մեջ, ընդհակառակը իմ արձանագրումն այն է, որ իմ երկրորդ թվարկմամբ հիմնավորում է ասածը, ինչու, որտեղ իմ կարծիքով մենք չենք նկատում մի կարևոր առանձնահատկություն։ Ընդ որում ես իմ բոլոր վերջին շրջանի բանախոսություններում ասում եմ, որ իմ բանախոսությունները ունեն հռչակված, այսինքն հայտարարված եւ թաքնված վերնագիր եւ միշտ բոլոր դեպքերում այդ թաքնված վերնագիրը ես արտահայտում եմ հետեւյալ կերպ, այսինքն եթե հայտարարված վերնագիրը իմ բանախոսության իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, թաքնված վերնագիրը վերցված է նոր կտակարանից, Մատթեոսի ավետարանից, որտեղ ասվում է՝ պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, պիտի լսեք եւ պիտի չիմանաք։ Հիմա ինչ կապ ունի իմ ասածի հետ։ Իսկ կապը հետեւյալն է, որ ամբողջ խնդիրն ու առանձնահատկությունն այն է, որ եւ քրիստոնեությունը եւ հայ առաքելական եկեղեցին եւ գրերը մենք ըստ էության ձեռք ենք բերել պետականության գոյության պայմաններում, պետականության շնորհիվ եւ պետական որոշումներով։ Ինչու ենք մենք քրիստոնյա։ Հարց է, որին մենք շատ հաճախ չէ որ անդրադառնում ենք։ Իսկ մենք քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ երրորդ թագավորը հրովարտակով սահմանել է, որ մենք քրիստոնյա ենք։ Ես սովորաբար ասում եմ, իհարկե ասվածս մի քիչ սուր կարող է հնչել, ես ասում եմ, որ մենք այդ առավոտ քրիստոնյա չէինք, բայց երեկոյան արդեն քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ թագավորը հրովարտակով սահմանեց, որ մենք քրիստոնյա ենք։ Իհարկե մյուս հատվածները շատ չեն առնչվում իմ խոսույթի հետ, Գրիգոր Լուսավորիչը խորվիրապում, որսի ժամանակ Տրդատ մեծը խոզի կերպարանք ստացավ, դրանք կապ չունեն մեր ասելիքի հետ։ Այսինքն քրիստոնեություն մենք ընդունել ենք պետական որոշմամբ եւ մենք քրիստոնյա դարձել ենք պետական որոշմամբ։ Հաջորդը ինչու է հայ առաքելական եկեղեցին անկախ եկեղեցի։ Այսինքն քրիստոնյա աշխարհի անկախ եկեղեցիներից մեկը։ Իսկ դա ունի ընդամենը մեկ պատճառ, որովհետև 373 թվականին Ներսես եպիսկոպոսապետի մահվանից հետո Պապ թագավորը որոշեց, որ մեր եպիսկոպոսապետը չպետք է ձեռնադրվի Կեսարիայում, այսինքն չպետք է նշանակվի Կեսարիայի մետրոպոլիտության կողմից, որովհետև նա արձանագրեց, որ մենք պետություն ենք եւ հետեւաբար պետությունը կարող է ինքը որոշել ով է իր եկեղեցու ղեկավարը
այն եկեղեցու, որը հիմնադրվել էր Հայաստանում պետական որոշմամբ եւ հետեւաբար այն, որ հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ, որպես անկախ ինստիտուտ հիմնադրվել է պետական որոշմամբ, հայոց թագավորի որոշմամբ եւ դա տեղի ունեցել 373 թվականին։ Հայոց գրերի գյուտը։ Իմ կարծիքով խորհրդային պատմաբանությունը ինչ որ միտեղ դիտավորյալ էականորեն նսեմացրել է հայոց գրերի գյուտի մեջ պետության դերը, իսկ որն է մեր գրերի գյուտի պատմությունը, իսկ գրերի գյուտի պատմությունը հետևյալն է։ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը Վրամշապուհ արքային ըստ էության ներկայացնում են, որ քրիստոնեությունը, որը մենք պետական որոշմամբ ընդունել ենք որպես կրոն, հնարավոր չի լինում կամ մեծ դժվարություններ կան Հայաստանում տարածելու։ Ինչու՞, որովհետև ժողովուրդը անհաղորդ լինելով Սուրբ գրքին, որովհետև Սուրբ գիրք այդ ժամանակներում կամ հունարերեն կամ ասոր կամ այլ լեզուներով, ժողովուրդը նույնիսկ մայրենի լեզուն չգիտեր, ուր մնաց թե հունարեն եւ ասորերեն, եւ ահա քրիստոնեությունը պետական որոշմամբ սահմանված տարածելու համար անհրաժեշտ է ունենալ գրեր։ Եվ Վրամշապուհ արքան է, որ Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթևին հուշեց եւ հիշեց, որ կար Դանիել Ասորի, որ ասում էր, որ ինքը ունի հին հայկական նշանագրեր եւ մարդ ուղարկեց, որպեսզի նշանագրերը բերվեն Հայաստան, նշանագրերը բերվեցին Հայաստան եւ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ լեզուն զարգացել է, իսկ նշանագրերը մնացել են նույն տեղում եւ հետեւաբար նրանք չեն արտահայտում հայոց լեզուն եւ չեն կարող արտահայտել հայոց լեզուն։ Այդ ժամանակ էր, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը ձևավորվեց եւ ուղարկվեց գրերի հետևից Եդեսիա եւ այլն տարբեր բոլորիս հայտնի պատմություն։ Հաջորդ առանձնահատկությունը, որ ուզում եմ ընդգծել, հետեւյալն է, որ Վրամշապուհ արքան անձամբ Թափորի գլխավորությամբ դուրս եկավ դիմավորելու Մեսրոպ Մաշտոցին, որը արդեն գրերը ստեղծել էր եւ վերադառնում էր Հայաստան։ Սա կարևոր արարողակարգային նրբություն է, որովհետեւ արքան միշտ եւ ամեն դեպքում չի բնականաբար դուրս գալի ինչ որ մեկին դիմավորելու։ Դա անում է բոլոր այն դեպքերում, երբ դրա համար կա պետական անհրաժեշտություն եւ սա ցույց է տալիս իմ կարծիքով, որ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը պետական առաքելություն էր։ Եվ կան նաեւ այլ հարցեր, որոնց մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ։ Օրինակ, ինչու է Մայր Աթոռը էջմիածնում։ Ինչու է Մայր Աթոռը էջմիածնում։ Մեր սիրելի ներկա ուսանողներից կարող են օրինակ պատասխանել կամ ունեն վարկած ինչն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է Էջմիածնում եւ ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում, ինչն է պատճառը։ Կա ուսանողները ունեն, կան չէ ներկաների մեջ, կա վարկած, ինչն է պատճառը, որ Մայր Աթոռը գտնվում է Էջմիածնում։ Դրա համար կա ընդամենը մի պատճառ, որովհետեւ 301 թվականին Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր։ Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում Մայր Աթոռի Էջմիածնում լինելը, Էջմիածինը իմիջայլոց Մայր Աթոռի կառուցման վայրն է, որ համաձայն ավանդության տիրոջ իջնելու վայրը, բայց դա էլ է հարց, ինչու է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղում իջնել, չէ՞, նա էլ գիտի, որ որտեղ է պետք իջնել եւ տվյալ դեպքում Տերը իջել այդ տեղում, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը։ Հաջորդը, ինչու է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում։ Էլի դրա համար կա ընդամենը մի պատճառ, եւ այդ պատճառը հետեւյալն է, Վաղարշապատը Հայաստանի մայրաքաղաքն էր եւ ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա։ Իմիջիալոց ես ուզում եմ ասել, մի շատ կարևոր հանգամանքի մասին եմ ուզում խոսել, որովհետեւ երբ որ ես սկսեցի խոսել
իրական Հայաստանի գաղափարախոսության մասին շատ քննադատություններ հնչեցին, թե ահա այս կառավարությունը, այս վարչապետը փորձում են նենգափոխել մեր պատմությունը, փորձում են փոխել մեր ինքնությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այն ինչ քիչ առաջ ես ձեզ ասացի, այդ բոլորը ես բնականաբար ոչ մի նոր պատմական փաստ չեմ ոչ միայն հորինել, այլև ինքս չեմ հայտնաբերել, բարեբախտաբար թե դժբախտաբար չգիտեմ, եւ բոլոր այն փաստերը, ինչի մասին ես ասեցի, ես նույնիսկ այստեղ էջերը նշել եմ, որ եթե հանկարծ հարց ծագի, ինչքանով են այդ պատմական փաստերը հավաստի, բոլորը բերված են այս գրքից։ Հայոց պատմություն, ակադեմիական հրատարակություն 2018 ճիշտ է թվական, բայց այս գիրքը հարցված էր տպագրել մինչև իմ վարչապետ դառնալը եւ հետեւաբար որևէ կերպ իմ ազդեցությունը այս գրքի հրապարակման ել չեմ ասում, որ մեր հարգելի պատմաբանական հանրության վրա ով ասես ազդեցություն ունի բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ մենք նման խնդիրներ մեր առաջ ընդհանրապես չենք դնում։ Եվ բայց այս գրքում ինչ է գրած, կարևորը այս գրքում արձանագրված է, որ գրերը ստեղծվել են հայոց արքայի հովանավորությամբ, որ դպրոցները բացվել են հայոց արքայի վռամշապու արքայի հովանավորությամբ եւ այլն, այսինքն ինչ ես շարադրեցի բացարձակապես ակադեմիական հրատարակված պատմության գրքերից են։ Բայց կա նաեւ մի հատ շատ ուրիշ եւ կարեւոր հարց։ Ես խոսեցի 301 թվականին ծավալված եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Իսկ հարց 301 թվականից առաջ մենք ունեցել ենք ինքնություն, թե չենք ունեցել։ 301 թվականը արդյոք մենք կարող ենք ասել, որ 301 թվականը այն տարին է, որից հետո մենք կամ դարձանք կամ սկսեցինք կոչվել հայ։ 301 թվականից առաջ արդյոք մենք կոչվել ենք հայ, արդյոք ունեցել ենք ազգային ինքնություն։ Իհարկե ունեցել ենք։ Բա հիմա եթե մեր երեք հիմնասյուները ոչ գրերը, ոչ հայ առաքելական եկեղեցին, ոչ քրիստոնեությունը չեն եղել, բա ինչ է դա կապված մեր ինքնությունը։ Բա մենք ինչի հաշվին ենք կոչվել հայ։ Ինչի հաշվին ենք, բարձա մենք հայ առաջին հերթին մենք խոսում ենք էթնիկ խմբի մասին, բայց էթնիկ խումբը իմիջայլոց այս ակադեմիական հրատարակության առաջին հատորի առաջին գիրքը չի հրապարակվել դեռևս, ես հույս ունեմ, որ մեր ակադեմիական հանրությունը առաջիկայում կհրապարակվի, որտեղ կձևավորվի կլինի պատմությունը, մեր պաշտոնական պատմությունը, ակադեմիական պատմությունը մեր էթնիկ, մեր էթնոսի ձևավորման մասին, չնայած դրա վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան, բայց իմ հարցը հետևյալն է, 301 թվից առաջ ինչի շնորհիվ ենք մենք ունեցել այն ինքնությունը, որը հետագայում 301 թվականին զարգացել է քրիստոնեության ընդունմամբ եւ գրերի գյուտով։ Էլի ուրիշ հատկանիշ, բացի պետությունը չկա։ Մենք հայ կոչվել ենք եւ առնվազն այդ ինքնությունը արձանագրել ենք միայն պետության շնորհիվ։ Միայն պետության շնորհիվ եւ պետության գոյության պայմաններում։ Եվ սա եւս մեկ հիմնավորում է, որովհետեւ եթե մենք 301 թվից առաջել ենք եղել հայ, իսկ մենք եղել ենք հայ, ակնհայտ է, որ եղել ենք հայ, պետք է հասկանանք, իսկ ո՞րն է այն հատկանիշը, ո՞րն է այն ինստիտուտը, որը կանխորոշել է եւ ամրապնդել է մեր ինքնությունը։ Իհարկե դա պետականությունն է։ Իհարկե դա պետականությունն է, այն տարբերությամբ, որ մենք թերևս այդ ինքնությունը ձևավորվել պետականություն հասկացություն այն ժամանակ չկար որպես այդպիսի, այսինքն գոնե ես չեմ հանդիպել, որ մենք այդ ժամանակների պատմության մասին խոսելիս օգտագործենք պետություն, պետական, այդ ավելի ուշ հաստատված գիտական ձևակերպումը, բայց ինքնությունը այդ ժամանակներում բոլոր ինքնությունները կամ շատ ինքնություններ կանխորոշվել են արքաներով, այսինքն արքան է եղել պետության սիմվոլը եւ
ինչպես Լյուդովիկոսը ժամանակին ասել է, պետությունը ես եմ եւ բնականաբար մեր դեպքում էլ պետությունը եղել է Արտաշես արքան, Տիգրան արքան, Տրդատ արքան, մյուս արքաները, Երվանդունիները, Արտաշեսյանները եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետևաբար սա եւս մի փաստ է եւ կանխադրույք թե, որը հիմնավորում է թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է եւ հետևաբար իմ կանխադրույթը այս տրամաբանությամբ այն է, որ Հայաստանի Հանրապետությունն է մեր ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետությունն ու նրա գոյությունը եւ նրա զարգացումն է մեր ինքնության պահպանման երաշխիքը եւ ես սովորաբար այս թեմայի մասին խոսելիս ասում եմ հետեւյալը այս թեզի ճշգրտությունը ապացուցելու համար մենք պետք է դիտարկենք սփյուռքը ես անընդհատ խոսում եմ այո շատ པարզ է որ շատ ցավոտ է Հայաստանից արտագաղթը բայց իմ կարծիքով արտագաղթը դառնում է անդառնալի եւ անշրջելի երբ այն տեղի է ունենում սփյուռքից որովհետեւ իմ կարծիքով սփյուռքից տեղի ունեցող արտագաղթը շատ ավելի վտանգավոր է ինքնության առումով, քան Հայաստանից տեղի ունեցող մարդիկ ասում են, ինչ արտագաղթ սփյուռքից, հո երկրագնդից չեն տեղափոխվում այլ մոլորակ ապրելու։ Իսկ սփյուռքից արտագաղթը այն է, երբ որ մարդիկ մի X պահի դադարում են խոսել հայերեն, դադարում են մտածել հայերեն, դադարում են ընդհանրապես հայկական օրակարգի եւ հայկական օրակարգի հետ առնչություն ունենալուց չնայած այնտեղ հասանելի է եւ քրիստոնեությունը եւ հայ առաքելական եկեղեցին իսկ ինտերնետի դարում եւ լեզուն եւ գրերը բարձա որ ոչ մեկ չի կարող որևէ խոչընդոտ դնել դրա առաջ բա հարցածակում ինչի է դա տեղի ունենում մի բարձ պատճառով որովհետեւ այնտեղ սփյուռք երբ որ ասում ենք սփյուռք դա նշանակում է ուրիշ պետություն Իսկ ինչ նշանակում սփյուռք։ Սփյուռք նշանակում է ուրիշ պետություն։ Այդ ուրիշ պետությունը ունի իր օրակարգը եւ իր տարածքում ապրող ցանկացած մարդու օբյեկտիվորեն։ Ես ընդ որում միշտ ասում եմ, այդ սփյուռքից արտագաղթը որ տեղի ունենում, դա չի նշանակում քավլիցի, որ որևէ մեկը պակաս հայրենասեր է, պակաս քրիստոնյա է, պակաս հայ առաքելական եկեղեցու հետևորդ է եւ բայց կա պետություն որը ամեն օր իր ինստիտուտներով չասեմ ոչ թե պարտադրում է, այլ ապրում է իր օրակարգով եւ մարդիկ չեն կարող ուղղակի չնկատելու տալ այդ օրակարգը իսկ Հայաստանի Հանրապետությունում ինչա տեղի ունենում կապ չունի դու պրո իշխանական ես թե ընդդիմադիր հարուստ ես թե աղքատ գործազուրկ ես թե աշխատանք ունես որևէ մասնագիտության տեր Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կորցնել ինքնությունը, հնարավոր չէ կորցնել ազգային ինքնությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անձնագիրը ինքը ազգային ինքնության շատ կարևոր եւ առանցքային բաղադրիչ է։ Բայց ես ուզում եմ ասել նաեւ, որ կա մի կարևոր առանձնահատկություն պետություն եւ ինքնության հարաբերությունների մեջ եւ այդ առանձնահատկությունը արտահայտվում է հետեւյալում, եթե Վաղնջական ժամանակներում պետությունը մեր արքաներն էին, մեր վերնախավն էր, ինչ որ առումով այսօրվա Հայաստանը ունի պատմական մի առանձնահատկություն, որը նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ այդ առանձնահատկությունը նա է, որ ի տարբերություն Լյուդովիկոսյան տրամաբանությամբ, որը ասում է պետությունը ես եմ, Հայաստանի Հանրապետությունը այսօր առավել եւս ասում է պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը եւ սրանում որևէ չափազանցություն չկա ես գոնե կարող եմ արձանագրել որ 2018 թվականից մինչև օրս Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտրությունում ոչ մի քվեաթերթիկ չի կեղծվել Հետևաբար Հայաստանի Հանրապետությունում բոլոր առանց բացառության բոլոր մակարդակի իշխանությունները ձևավորվում են ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով։ Ես ձեզ ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ իրենց քաղաքական կամքը արտահայտելու
որևէ խոչընդոտ չունեն անկախ ընտրություններից, դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի եւ նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշ թեզեր հրապարակելով ասել եմ հետեւյալը, եթե չեմ սխալվում, նույնիսկ կոչ եմ արել։ Ես ասել եմ, սա է մեր երկրի զարգացման ռազմավարությունը եւ եթե Հայաստանի քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարզապես հեղափոխություն անել, ինչի հնարավորությունը կա։ Համենայն դեպս մինչև այսօր դա տեղի չի ունեցել, բայց ես հավաստիացնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցանկացած պահի անկախ ընտրություններով թե առանց ընտրությունների, բայց խաղաղ եւ օրինական միջոցներով կարող են արտահայտել իրենց կամքը։ Հարգելի ներկաներ եւ վերջում ելի ուզում եմ ավարտել նրանով մի փոքր այլ տարբերակով, ինչից սկսել էի։ Պետությունն է, մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Չի կարող լինել պարզապես այլ ինքնություն, որ եւ մեր ինքնության պահպանման միակ եւ բացառիկ երաշխիքը պետությունն է, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։